հաճախակի եռաբլուր այցելելով է մեր հարգանքի տուրքը մեր զոհված եղբայրների նկատմամբ տրվում, այլ ես վստահ եմ աշխատանքով ամենօրյա Հայաստանի Հանրապետությունը ուժեղացնելով, հզորացնելով մենք պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր եղբայրներին։ Այսօր Եռաբլուրի եկեղեցում ևս պատարակ է զոհվածների հոգեկոչման համար, էլի իշխանության ներկայացուցիչներից ներկայություն չկա, ինչու է օրինակ խնդրել հենց այս պատարակին ներկայացնել եւ ոչ այնտեղ։ Իսկ դուք ինչու եք այդպես վստահ խոսում, գնացել նայել եք այնտեղ իշխանության ներկայացուցիչներին, ես տեղակ չեմ, չեմ բացառում, որ մեր գործընկերներից կամ մեր քաղաքական թիմի անդամներից, որը մասնակցեն։ Պարոն ինչու եք մոտիկ չկան այս եկեղեցին, այս պատարակի եւ ամեն կիրակի մասնակցում եք պատարակի։ Ես չեմ զլանա ու նորից կպատասխանեմ, երևի ամեն կիրակի այդ հարցին պատասխանում եմ։ Ասել եմ, որ պատարակներին մասնակցում եմ, ոչ այն հաճախականությամբ, որ ես վերջերս եմ մասնակցել, ու դրա պատճառները ես չեմ թաքցրել, բարձրաձայն ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած կետում, որտեղ որ մենք կունենանք հոգեվարականներ, որ իրենց մեջ ուժ գտնեն եւ կբարձրացնեն բոլոր այն խնդիրները, որ կա մեր Սուրբ Առաքելական եկեղեցում, ես պատրաստ եմ սատարեմ ու այդ սատարման ձևերից մեկն էլ մասնակցել այդ եկեղեցում պատարակին եւ մասնավորապես Տեր Թադեի կողմից արվող այսօրվա պատարակը իմ նշած պատարակներից մեկն է։ Պարոն Մովսիսյան, նախորդ պատարակը Հովանավանքում տեղի ունեցած Մարիա Թորը ըստ էության սպասություն որակեց, որովհետև Տեր Արամը կարգալույց եղած էր։ Ինչպես կբնութագրեք ու միաժամանակ նաև հարցնեմ, որ Տեր Թադեին է միգուցե մտավախություն չունեք, որ կարող է իրեն կարգալույց հռչակել։ Շնորհակալ եմ, իրականում գիտեք ինչն է հետաքրքիր, որ նախ այն որակումները, որ տվել են, ես այդ որակումների հետ համաձայն չեմ եւ բազմիցս նշել եմ, հիմա էլ եմ նշում, որ կարգալույց եղած մարդը չի կարող կարգալույց անել եւ պատարակը կեղծ որակելը դա մեղմ ասած բարոյական չէ, իսկ ինչ վերաբերվում է այսօրվա պատարակին, ես ուզում եմ հասկանամ այս մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ կամ որոշ լրատվական միջոցներ, որոնց նույնիսկ կարելի է ընդդիմադիր գործընկերներ համարել, որովհետև լրատվական համարելը մի քիչ ճոխություն կլինի, հարգելով բոլորին, այսօր ինչ են ասել։ Ձեզ դուր կգա, որ այսօր համարել է ճոխություն։ Ես հեսա վերջացնեմ միտքս ու կասեմ, թե ինչու եմ այդ կարծիքին եկել, եթե ես իմ գործունեության մեջ այնպես ինձ կդրսևորեմ, որ նման կարծիք կարա հնչի, ես կհամաձայնվեմ այդ կարծիքի հետ։ Ես ուզում եմ հասկանամ այսօր ինչ են ասելու եւ ոչ թե մտավախություն ունեմ, այլ նույնիսկ վստահություն ունեմ, որ մի ուշ շաբաթ Տեր Թադեին կարգալույց կանեն։ Ես ներքին համոզմունք ունեմ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր ասացին, ես շատ հարգելով բոլոր լրագրողներին, որոշ լրագրողների հետ նույնիսկ ընկերական հարաբերություններ ունեմ, բայց ցավոք սրտի մենք այսօր ունենք մի կարգավիճակ, որ բազմաթիվ լրատվական միջոցներ իրենց առաքելությունը այսպես չեն կատարում եւ ֆինանսավորվելով ընդդիմադիր կուսակցությունների կողմից ուղղակի գիծ են տանում, իսկ այդ գիծը ակնհայտ է, այդ գիծը ընդդիմադիր գիծ է եւ հիմնականում սուտ ու ոչ լիարժեք ինֆորմացիա տարածելով եւ դա ոչ միայն ես եմ ասում, այլ մեր ժողովուրդը շատ լավ գիտի ու շատ հաճախ երբ որ ուզում ենք հարցազրույցներ տանք, մեր ժողովրդից մարդիկ են լինում, որ ասում են ինչու եք այդ լրատվականներին հարցազրույց տալիս։ Այո, իհարկե, մեր ժողովուրդն է ֆինանսավորում, ես աշխատավարձ եմ ստանում։ Թափուն տեղերից, թվերային տեղերից։ Ես երևի դուք թվերը խառնել եք, հիմա 2025 թիվն է, 2018 թվականից հետո, եթե որոշ մարդիկ էլ ինչ-որ տեղից ֆինանսավորվել են, հիմա գտնվում են համապատասխան վայրերում եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե կան նույնիսկ մարդիկ, որ որոշ տեղերից են ֆինանսավորվում, ժամանակի ընթացքում կհատնվեն համապատասխան վայրեր։ Ժողովուրդը դնում է սուտը գերցիկը, այս դրա դեմը
Ասեք ինչ ստի մասին։ Ազնվություն, ամեն Որտեղից եք եկել, որտեղ եք աշխատում։ Ես Հայաստանի քաղաքացի եմ։ Մի պայքար իմ դեմքին մի քիչ Ինչի՞։ Դուք պահում եք իմ դեմքին հարմար է, ես չեմ կարող։ Ահեք լավ դերքանցին է, որտեղ եք աշխատում, ինչ որտեղ աշխատում։ Սուտը կերտիկը նա է, որ կաթեգորիկոսը երեխեք ունի եւ դա չեք լուսավորում։ Ինչի՞ սուտ ու կերտիկը չեք լուսավորում։ Դուք երբ եք իմացել, որ կին եւ երեխաներ։ Դա ինչ կապ ունի։ Ոնց կապ ունի։ Գուցե ձեր ակցիան ավելի վաղանեք ու խորշոտ ունենայիք։ Ես երբ պետք է եղել այդ վաղտ եմ արել։ Հիմա է պետք։ Ժամանակն է եկել, այդ ժամանակ էլ արել եմ։ Ինչքան ժամանակ է գիտեք, որ կին եւ երեխաներ։ Դա կապ չունի ձեզ։ Կապ չունի, գուցե 10 տարի առաջ գիտեք 10 տարի։ Դա իմ համար կապ ունի, երբ որ որ ես գտել եմ ճիշտը, այդ վաղտ եմ արտահայտվել։ Խնդիրը նա է, դուք չեք լուսավորում, ազնիվ չեք։ Պարզ չեք ժողովրդի հանդեպ։ Ինչի պարզ չեք։ Ազնիվ է, երբ որ հոգեվորականները բանտում են գտնվում։ Իհարկե, եթե նրանք օրենքը խախտել, ազնիվ է։ Նրանք մասնակցում են քաղաքական գործարքներին, ինչի։ Նրանք պետք է ծառայեն ժողովրդին։ Այդ որ հելնում են միտինգների, այդ ի՞նչ է։ Հելում են միտինգների, երբ Հա, հելել ցույցերի։ Հելել միտինգների ցույցերի ոգեվորականները։ Չեն հելում։ Հելել են։ Չեն հելում։ Որ հելել Վայ են։ Աստված իմ։ Ամբողջ եկեղեցին ցույցի միտինգի է դուրս եկել։ Թող Աստված լուսավորի ձեր խավարը մտածելակերպը։ Ձերն է։ Շնորհակալություն։ Ինքը լուսավորում է, բայց եղեք ազնիվ։ Իսկ Մենք մի բուր ազգ ենք, գոնե մենք իրար հետ ազնիվ լինենք, մենք իրար հետ պարակնում ենք ինչի համար, որ ինչի հասնեք դուք։ Եկեղեցին չի պարակնում հիմա։ Հա? Եկեղեցին չի Չէ, պարակնում։ մենք ուզում ենք եկեղեցին մաքրենք։ Մենք որ եկեղեցին ծառայի ժողովրդին, եկեղեցին ծառայի Աստծուն, սա Աստծո տունն է, ոչ թե մի քանի հոգևորականի։ Ինչպես եք պատկերացնում մաքրելու գործընթացը։ Դա ժողովուրդը սիրով կմաքրի։ Ինչպես։ Սիրով։ Սիրով։ Տեսնեք ինչպես։ Ժամանակ ամեն ինչը ցույց կտա։ Սիրով, մեծ սիրով ինքը կմաքրի։ Ինքը վերադառնում է իր էությանը որպես ազգ։ Սա է խնդիրը։ Եթե մենք 18 թվին մենք ազատեցինք մեր գիտակցությունը, հիմա ժամանակն է եկել, որ մեր հոգին ազատենք։ Սա է խնդիրը։ Սա մեր ճակատագիրն է մեր երեխեքի։ Ձեր գիտակցությունը ինչից է ազատվել։ Խավարից։ Խավարից։ Հա։ Ինչպես է խավարում եք եղել։ Ինչպեսին դուք եք եղել, այն որ սուտ ու կեղծիքն եք միշտ լուսավորել, ազատությունը միշտ Հիմա բաց եք սուտ թողել։ կեղծիք չկա, ամեն ինչ բարձ թափանցիկ է։ Դուք չեք տենում։ Ես շատ բան եմ տեսնում, չեմ ուզում դրա Ես մասին։ ժողովուրդը Ես տեսնում եմ այսքան ժողովուրդը լուսավորված ժողովուրդ է։ 5000 երեխաների Իրանք հասկանում են շիլները։ իրականում որտեղ ազնվությունը։ Իրանք պաշտպանում են ազնվությունը, պարզությունը, սերը, ոչ թե ատելությունը։ Դուք համատարած տարածում եք ատելություն։ Ինչի համար, որ ինչի հասնեք։ Ատելություն։ Հա, իհարկե։ Հիմա այստեղ է որ քիչ առաջ կանեք հարձակվել եք։ Նախկինները այդ իշխանական ատելություն են տարածում պարակտեն ժողովրդին։ Ինչ, որ ինչ անեք դուք, որ ինչ, արյունն է ձեզի պակասում։ Արյունը 20 թվին է եղել։ 1000 երեխաների։ Արյունը կարա, եթե նույն ձևով գնա, էլի շարունակվի։ Այս եկեղեցու դեմ ասելը Սիրեք, առաջի հերթի սիրիր քեզ։ Հանրությունը։ Եթե դու քեզ չսիրես, դու ոչ մեկին չես կա։ Դուք ձեզ սիրում եք։ Յա, շատ Եվ Նիկոլ հետաքրքիր է։ Փաշինյանին եք սիրում։ Ես բոլորին եմ սիրում։ Ես սիրում եմ պարզությունը, ազնվությունը, արդարությունը։ Այն որ մտցվել է այս նախկինների միջոցով, այս ատելությունը դա նորմալ երևույթ չի։ Գնացեք դուք որտեղ եք աշխատում։ Դա ինչ կապ ունի։ Հարցում եմ Դե հետաքրքիր չի է։ Դուք իմանալ տեսնում ոչ եք մի բան։ իմ լրատվամիջոցը։ Ես իմ խոսքն եմ արտահայտում որպես քաղաքացի, ոչ թե ատելություն։ Ես ուզում եմ բոլորից մեջ ծեր մտնեմ, ոչ թե ատելություն։ Ինչ եք ուզում։ Այս դուք Թալենի եկեղեցում առաջի անգամ։ Դա ինչ կապ ունի ձեր համար։ Հետաքրքիր է։ Դե հետաքրքիր թողնես հետաքրքիր է մնա։ Որպեսի գաք այստեղ։ Դե ժողովրդին ատել բացատրեք ինչ եք դուք ուզում։ Դուք աշխատավարձ ինչի համար եք ստանում։ Դուք ինչ համար եք ստանում։ Ես աշխատավարձ չեմ ստանում։ Ես ատելություն չեմ քարոզում։ Մեկ տեսնես։ Դա հաջողություն։ Եկել եք ուղղակի պատրակին մասնակցելու, թե նաև աջակցություն եք հայտնում Տեր Արամին, Տեր Թադեին։ Տեր Թադեոսին աջակցություն ենք հայտնում։ Եվ ինչպես է գնահատում իրավիճակը, որ ինքը միացել է Տեր Արամին աջակցելուն եւ նշում է, որ եկեղեցիում խնդիրներ կան։ Եկեղեցու հետ ոչ մի խնդիր չկա, եկեղեցին առաքելական եկեղեցին է, մենք պաշտում ենք առաքելական եկեղեցուն, բայց որ կարգալույծ են արել, մենք համաձայն չենք դրա հետ։
Նախ կաթողիկոսը պիտի առաջերտին ինքը բարոյական կերպարը բացահայտ կանգներ հերոստատեսության բասեր, որ ես կին երեխա չունեմ, մենք այդ ժամանակ կընտրենք իր այդ կարկալուց արած վիճակը, բայց որ ինքը ոչ մի բան չի ասել, բնական է, որ Այսինքն մտավախություն ունեք, կասկածներ ունեք, որ իրոք կաթողիկոսը երեխա ունի եւ չի կարող ըստ էության կաթողիկոսի կարգավիճակ ունենալ։ Ես ստույգ չեմ կարող ասել, բայց մամուլը ամբողջ հերոստատեսությունը ասում է, թող ինքը մի անգամ գոնե կանգնի հերկի։ Ուրիշ ոչինչ։ Դուք ինչ կասեք։ Մենք կարծիքին ենք մենք։ Մենք գիտենք, որ ինքը իհարկե երեխա ունենալ չունենալ, բացի դա ինքը այն չի արել, ինչ որ արել է կաթողիկոսի։ Ոչ մի անգամ, ոչ մի բան չենք տեսել իրանից։ Այսինքն այն ակնկալիքները, որ ունեք որպես կաթողիկոսից, Գարեգին երկրորդը չի իրականացրել։ Որևիցե անգամ չի արել։ Իր արարքները հենց Թող կանգներ հերկեր, ասեր որ չէ, սուտա հերուրանքա աբացույց մի հատ բերեք, բայց աբացում են, որ կին ունի, երեխա ունի, դաժե երեխա անունել են ասել, մինչև անգամ։ Բացի դա ամենամեծ սխալն է, բայց թե որ արարկել չունի, իսկական կաթողիկոսին վայել բան չի արել։ Մենք դեմ չենք, Սամվել Կարապետյանը բարերար է, հայրենասեր է, օգնել է ժողովրդին, բայց նկարը արժեր, որ տաներ կախեր եկեղեցում։ Դե թող իմ նկարը բերեն կախեն եկեղեցում, ես թալնում ավելի շատ գործ եմ արել, ասենք, աշխատել եմ թալնում երկար ժամանակ, բայց չի արել, եմ հայլեր։ Այսինքն դուք նկատի ունեք, որ ավելի շատ փողն է գնահատել։ Այո, փողն է գնահատել, փողը մուտեղ լույս է տվել իրան, ուրիշ ոչ մի բան։ Բացի դա ոչ թե կաթողիկոս այլ բիզնեսմեն է։ Որ տարածք ասես մտնես, իր օբյեկտները կա։ Թող դե մենագետի հերկա էլ։ Տանեմ աբարանի գնդունիկից սկսեմ։ Գնդունիկի 90% իրանն է։ Ամբողջ հացը։ Զովքերը, խանութները։ Դա հերկա էլ։ Ես միազն գնացեք, ես միազն շրջանում տեսեք բոլոր ռեստորանները։ Գնացեք կարևոր դյուղը տեսեք իր կալվածները, իր աղբոր կալվածները, ինչ։ Ո՞վ է տեսեք։ Քերնաջան աշխատել են, հալակ քրտինքով։ Թող մի հատ բարձրանար, ասենք, որևիցե մի անգամ, այդքան զոտվեցինք, պատերազմ է։ Գոնե մի անգամ ելներ ժողովրդին ասել, ժողովրդյան, հանդարտվեք, էսա կամ էնա, ոնց է, կաթողիկոսն։ Նոր տարվան, որ ելույթ էին նախկին։ Մենք սպասում ենք առանց կաթողիկոսի ելույթին նոր պրեզիդենտեր, թե ցեկայի քարտուղարեր ինչ էր, ասենք դետ էր գոր։ Կաթողիկոսին ենք սկզբից տեսնում։ Հիմա իրան ոչ տեսնում ենք, ոչ էլ լսում ենք, ոչ էլ ուզում ենք լսենք։ Ես ինքս եկեղեցու հիմնադիր եմ եղել։ Հիմնադիրներից մենք եմ եղել Նորքի Մարիամ Աստվածածին։ Բայց ես ինքը ինչ կաթողիկոս է եղել, ես եկեղեցի չեմ մտել։ Եթե ուզում եք ճիշտ իմանաք։ Ես այն տեղը, որտեղ որ ես եղել եմ հիմնադիրներից մեկը, այդ եկեղեցին ես չեմ մտել։ Չեմ մտել։ Մենակ իր բանից կերպարի պատճառով։ Որ եկեղեցին մեղ չունի, եկեղեցին նախ այդ եկեղեցիները ինքը չի սարք, այս ժողովրդի քու փողնել է, քու տնողի փողնել է։ Դրվել է, արվել է դա։ Հիմա ինքը սրանք կթողնեմ, նրանք կթողնեմ, դու ով ես։ Չէ որ ինքը իրավունք չունի ասի, դու մի մտի։ Մի բան էլ ասեմ, ընկեր ջան, Մաստարայ եկեղեցը կա, Հովանես, Սուրբ Հովանես եկեղեցին 4-րդ դարի կառուցված է, Մալխասյանի 5-րդ դարը գրիշի վրա ծառեր են աճել։ Հնարավորություն կա, եկեղեցին չունի, իր հնարավորությունը բերի գոնե դա այս տեխնիկայի դարում, մարդիկ տեզերք են թռչուն գնում, եկեղեցին ծառեր աճում, քայքավի քուլքը կա, հետո էլ պետք է ասի տեր եղնեիք, հնարավորություն չկար։ Ավելի լավ չէր, որ եկեղեցիները կառուցեր, վերակառուցեր, նայեք եկեղեցիների արտաքին տեսքը, խնդրեմ տեսեք։
դա վերակառուցելու համար շատ միջոցներ պետք է եկեղեցու համար։ Եթե հասարակական կարգով լինքը նյութը տա բազան, ժողովուրդը կանգնի հասարակական կարգով կանի, հատկապես թալնի ժողովուրդը, թալնի շրջանի ժողովուրդը։ Եկեղեցապաշտ մարդիկ են։ Մարդիկ 40-ից գաղթ եկել են գյուղերը, եկեղեցին առաջինը կառուցել։ Փաշ չեն ունեցել ու դե լուսասությունները։ Ես այս շրջանից եմ շատ լավ գիտեմ այս շրջանի ամբողջ վերուտիրը։ Որ բնակավայրից եք։ Ես Մաստարայից եմ։ Շնորհակալ եմ։ Ձեզ լավ։